Մտեք նրա դռները գոհությունով, նրա սրաները փառաբանությունով։ Գոհացեք նրանից եւ օրհնեցեք նրա անունը, որովհետեւ Տերը բարի է, եւ նրա ողորմությունը հավիտյան, նրա ճշմարտությունը ազգից մինչև ազգ։ Եկեք գոհանանք, եկեք փառք տանք մեր Աստծուն, օրհնենք, որովհետեւ Աստված բարի է եւ Աստված ամեն օր հրաշքներ է անում քո կյանքում եւ մենք չենք կարա չգոհանանք մեր Աստծուց։ Ասենք Տեր, մենք այն կապն ենք քո ձեռքի մեջից։ Ուզում ենք, որ կերթես մեզ, ուզում ենք, որ սովորեցնես մեզ։ Մենք հավատում ենք այն հրաշքներին, հավատում ենք քո սուրբ խոսքին, որովհետև թանկին ես վճարել մեզ համար, Տեր։ Իսկ քո ձեռքի մեջ կավեմ, կերտիր ինչպես կուզես, քո կապարչի մեջի նետնեմ, ուղիր որտեղ կուզես։ Իսկ քո ձեռքի մեջ կավեմ, կերտիր ինչպես կուզես, քո կապարչի մեջի նետնեմ, ուղիր որտեղ կուզես։ Հայտնի Տեր քո փառքը, հայտնի զորությունդ Հիսուս, իսկ քո ձեռքի մեջ կավեմ, կերտիր ինչպես կուզես, քո կապարչի մեջի նետնեմ, ուղիր որտեղ կուզես, իսկ քո ձեռքի մեջ կավեմ, կերտիր ինչպես կուզես, քո կապարչի մեջի նետնեմ, ուղիր որտեղ կուզես, հայտնի Տեր քո փառքը, հայտնի զորությունդ Հիսուս, հայտնի Տեր քո փառքը, հայտնի զորությունդ Հիսուս։ Հավատում եմ հրաշքներին, հավատում եմ սուրբ խոսքին, հավատում եմ տանգնով խաչի վրա հեղված սիրուն, հավատում եմ հրաշքներին, հավատում եմ սուրբ խոսքին, հավատում եմ տանգնով խաչի վրա հեղված սիրուն, ամեն բան կարող եմ ես, քանզի Տերն է ինձ ընկեր, հավիտյան ինձ հետ է նա, իմ արգան հերոսն է նա, հավատում եմ հրաշքներին, հավատում եմ սուրբ խոսքին, հավատում եմ թանկնով խաչի վրա հեղված սիրուն, հավիտյան ինձ հետ է նա, հավիտյան ինձ հետ է նա, իմ Հիսուսն է նա, իմ արգան է նա, իմ հերոսն է նա, այո ասե իմ արգան է նա, իմ Հիսուսն է նա, իմ ապավենն է նա, իմ զորությունն է նա, իմ կյանքն է նա,
Խաչի վրա հեված սիրուտ ամեն բան կարող եմ ես Քանզի Տերն է ինձ ընկեր հավիտյան ինձ հետ է նա Իմ արկան հերոսն է նա Հավատում եմ հրաշքների Հավատում եմ սուրբ խոսքի Հավատում եմ սուրբ գնով Խաչի վրա հեղված սիրուտ Տեր քո պարքը հայտնի Զորությունդ Հիսուս Շնորհակալ ենք Տեր, շնորհակալ ենք քո սուրբ եւ կատարյալ ներկայության համար, որ դու այստեղ ես Տեր Իմաստ չեր ունենա ոչ մի բան Տեր, եթե քո ներկայությունը այստեղ չլիներ Տեր դու մեր բժիշկն ես, դու մեր ամենն ես Եվ իմ սիրտը լցվում է սիրով ամեն անգամ Տեր Եվ կանչում ենք քո սուրբ անունը, Հիսուս անունը, մենք կանչում ենք քո անունը Տեր Թող գա մեր մարմնին բժշկություն Տեր Թող կատարյալ բժշկություն գա որ դու փառավորվես Տեր շնորհակալ ենք անդադար կանչելու ենք քո անունը Տեր Սուրբ Հոգի կանչում ենք անունդ Հիսուս արի ու լցրու ամեն մեկիս Տեր արի և բժշկություն դուր ամեն մեկիս այո ինչպես եղբայրս ասեց Ուզում ենք Տեր կանչել քո անունը Տեր և հռչակել Տեր քո զորավոր ներկայությունը այս վայրում Մենք գիտենք որ դու ներկա ես Տեր Մենք գիտենք Տեր որ դու մեր մեջ ես Տեր Այո ապաշխարության աղոթք ենք անում բժշկության աղոթք ենք անում Տեր ազատագրության աղոթք ենք անում Տեր որ դու հետվես Տեր որ դու լցնես մեզ Հայր Մենք կանչում ենք քո անունը Հիսուս Կանչիր Աստծո անունը Հիսուս Քրիստոսի անունը Կանչիր և բժշկված կլինես Կանչիր և զորացած կլինես Կանչիր և օրհնված կլինես Հիսուս կանչում ենք անունը Արի Հիսուս արի և լցրու Հպիր ոտքերիս, թող ոտքերս լավանա, որ քո հետքերով գնա Հիսուս սիրելիս, հպիր ձեռքերիս, թող ձեռքերս օրանա, պարքիդ համար մեր մանցանա Հիսուս սիրելիս, հպիր աչքերիս, թող աչքերը իմ բացվեն, որ քո հրաշքները տեսնեն Հիսուս սիրելիս, հպիր աչքերիս, թող աչքերը իմ բացվեն, որ քո հրաշքները տեսնեն Ոտքերս լավացան, ձեռքերս զորացան, աչքերս բացվեցին, մարմինս բժշկվեց Հիսուս սիրելիս, Հիսուս կողելիս Սիրտս տեսվեց քո սիրով, ապրում եմ ես քո հույսով Սիրտս տեսվեց քո սիրով, ապրում եմ ես քո հույսով Այո, ասա իմ սիրտը լցվեց քո սիրով ու
Դու ես ուզում եմ ապրել միայն քեզանով ու քո սիրով Տեր կանչիր Աստծո ասա քո սիրով լցրու ինձ քո սիրով պարում ինձ Տեր Հիսուս սիրելիս հպվիր մարմնիս թող մարմինս բժշկվի որ մեր հայրը փառավորվի Հիսուս սիրելիս հպվիր իմ սրտին թող որ սիրտս լցվի սիրով խոսքը պատմեմ ինձ հավատքով Հիսուս սիրելիս հպվիր իմ անձին թող ապրեմ հույսով լցված ճամփաստին ու սավորված Հիսուս սիրելիս հպվիր իմ անձին թող ապրեմ հույսով լցված ճամփաստին ու սավորված ոտքերս տավացա ձեռքերս զորացա Աչքերս բացվեցին, մարմինս բժշկվեց Հիսուս սիրելիս, Հիսուս կովելիս Սիրտս լցվեց քո սիրով, ապրում եմ ես քո հույսով Սիրտս լցվեց քո սիրով, ապրում եմ ես քո հույսով Այո, եթե բժշկության կարիք ունես, ուզում եմ որ ձեռքդ բարձրացնես դեպի երկինք, ասես Տեր, ձեռքերս լավացան, ոտքերս լավացան, որովհետև դու հպար իմ անձին Տեր, դու հպվեցիր ինձ Տեր, այո Տեր, նոր արթնություն եկավ Տեր, նոր բժշկություն եկավ Տեր, նոր սորություն եկավ իմ կյանք Տեր, ինձ հպվիր Տեր, ինձ հպվիր հիմա, հռչակիր Ասա ինձ հպվիր Տեր և ես կատարյալ կլինեմ Տեր, միայն քեզանով Տեր Այո թող ապրենք հույսով լցված և մեր ճամփան կլինի լուսավորված, հալելույա Ոտքերս լավացա Ձեռքերս զորացա Աչքերս բացվեցին մարմինս բժշկվեց Հիսուս սիրելիս Հիսուս կովելիս Սիրտս լցվեց քո սիրով ապրում եմ ես քո հույսով Սիրտս լցվեց քո սիրով ապրում եմ ես քո հույսով Սիրտս լցվեց քո սիրով ապրում ենք մենք Հիսուս քեզանով քո հույսով Այո Տեր, մենք շարժվում ենք քեզանով, մենք քայլում ենք քեզանով Զորության հոգի առաջնորդիր մեզ Մենք երգելու ենք մեր հաղթության երգը Մենք միաբան ենք երգելու Որովհետև մենք տեսիլք ունենք Քո եկեղեցին Տեր տեսիլք ունի Եվ մենք պարզում ենք մեր ձեռքերը Սուրբ հոգի արի քո կրակով Արի և մաքրիր Արի և զորացրու Արի և լցրու մեզ Մենք կողանում ենք Տեր Մեր հույս և մեր ապավեն Մենք կարիք ունենք Տեր Միայն քո կարիքը Հիսուս
ասել արժան ես դու Տեր, կարող ես երգել ու երկրպագել ասել փառք ես Տեր, այո պիտի տարածել Տեր քո խոսքը Տեր, եւ ասեմ որ դու ես մեր հայրը, ով արժան է առնելու ողջ փառքը, այո արժան ես Տեր, արժան ես դու, արժան Երկիր մեզ
ասել արժան ես դու Արժան ես դու Իսուս Արժան ես դու Իսուս արժան ես Արժան ես դու Արժան ես դու ողջ պարկի Այո ողջ պարկը քեզ Տեր փառաբանիր երկրպագիր միացիր երկրպագությանը փառաբանությանը հրաշալի է երբ որ միաբանվել ենք եւ այս երկերը ուղում ենք Աստծուն երկրպագում ենք եւ միանում ենք այո ինչպես սուրբերն էլ միաբանվել են ինչպես սերոբեներ եւ քերոբեները միաբանվել են եւ երգում են փառք քեզ Տեր Ոչնում ենք անունը Տեր, երկերը ուղում ենք քեզ Տեր, ասում ենք ուզում ենք գնալ միանալ, Հիսուս, և երկեր, և որնել, և վայելել ողջ փառքը, որ գալիս է քեզանից։ Այո, մեր վերքերը դարձել են օրհնություն Հիսուսով, մեր հոգսերը դարձել են օրհնություն Հիսուսով, կարող ես ասել ամեն, փառք ես Տեր, մեր խնդիրները դառնել են օրհնություն, մեր դժվարությունները դարձել են զորություն Հիսուս Քրիստոսով, այնպես որ հույսդ դիր Աստծո վրա։ Եթե այսօր էլ ինչ-որ խնդիր ունես, ինչ-որ հոգս ունես, ես չգիտեմ, բայց Աստված գիտի, հանձնիր Աստծո ոտքերի առաջ, ասա Տեր, ես եկել եմ հոգնած, բեռնավորված, և իմ հոգսերը դնում եմ քո ոտքերի առաջ, և իմ խնդիրները դնում եմ քո ոտքերի առաջ, իմ պրոբլեմները Տեր, իմ ֆինանսական խնդիրները, իմ առողջությունը, որ տկարություն կա, դնում եմ քո ոտքերի առաջ և վերցնում եմ քո օրհնությունը։ Եթե ունես այդպիսի կարիք ուզում եմ ձեռքդ բարձրացնել, ասել Տեր, կանչում եմ քեզ Հիսուս, կանչում եմ Տեր այս վայրում, կանչում եմ ահա մենք Տեր, ահա մենք Հիսուս։ Ես կանչում եմ քեզ Տեր, որ այս վայրում լցնես ամեն մեկիս օրհնես, լցնես, զորացնես Տեր, բժշկես Տեր, ապաշխարության հոգով լցնես Տեր, օրհնիր մեզ Տեր, օրհնիր մեր տաները Տեր, օրհնիր մեր երկիրը Տեր, օրհնիր մեր քույր եղբայրներին, օրհնիր ամեն մեկիս Տեր, օրհնիր հայաստանյան եկեղեցիներս Տեր, յուրաքանչյուրիս Տեր, քո սիրով լցրու Տեր, դարձրու այնպես ինչպես դու ես կամենում Հայր, ինչպես դու կուզենաս տեսնել Տեր, ահա մենք Տեր։ Վերքերս երկեր են դարձել, հոգսերս աղոտ տենչալի, իսկ սերս Հիսուսն է դարձել է կարող ցանկալի, վերքերս երկեր են դարձել, հոգսերս աղոտ տենչալի, իսկ սերս Հիսուսն է դարձել է կարող ցանկալի, ուզում եմ գնալ միանալ Հիսուսի պաշտոն սուրբերին, ուզում եմ գնալ ու մնալ, վայելել կյանքը այն վերին,
Փառք ենք Քեզ մեր Աստված Հիսուս Քրիստոս որին արժան է փառք հավիտյանս հավիտենից ամեն երկիր մեզ հետ ասա ուզում եմ գնալ միանալ ուզում եմ գնալ միանալ Հիսուսի Փառքը դուր ասուն, բարձր ծապահարիր օրհնիր ասում, երկրպագիր, փառք ես Տեր, եւ թող փառավոր լինի Հայրը Որդին եւ Սուրբ Հոգին։ Հալելույա։ Ամեն եւ ամեն։ Ասենք ամեն եւ ամեն։ Հալելույա։ Ուժգին ծապահարի ասուն։ Ասա փառք ես Տեր, շնորհակալ ենք քո ծառաների համար, շնորհակալ ենք Տեր, որ ի սրտե իրենց սիրտը ճեղքելով քո ներկայությունը բերեցին։ Զգում եք ոնց են ամբողջ էությամբ, զորությամբ պաշտում Աստծուն։ Համերգ չէին տալիս, պաշտում էին Աստծուն, իսկ դու պաշտեցիր թե անհոգ եղար։ Սիրելիս, քո անհոգության պատճառով դու կարող ես հիվանդ գալ, հիվանդ գնալ։ Քո անհոգության պատճառով դու կարող ես տկար գաս ու տկարել գնաս։ Քո անհոգության պատճառով կարող է ոչ մի զորություն էլ Աստծո չստանաս եւ չզգաս։ Գիտես, Աստված ներկայա, ովքեր անհոգ չեն, ովքեր փափագում են, ովքեր մոռացած ամեն բան հասկանում են, ես կանչված եմ նրան պատարագներ տալու։ Կողքինիդ ասա դու կանչված ես։ Դու պատահական մեկը չես։ Ասա Տերը քեզ քո անունով է կանչել։ Ով է հավատում։ Տերը քեզ գիտի, իսկ դու Տիրոջը գիտես, հավատաս թե չհավատաս, երբեմն քո անհոգության պատճառը գիտեք ինչն է, անհավատությունը, դու պիտի հավատաս, որ նա հետաքրքրված է քեզանով, դու պիտի հավատաս, որ նա քեզ քո անունով է կանչվել, դու պիտի հավատաս, որ նա քեզ կանչել է փրկության համար, կանչել է ծառայության համար, կանչել է զորացնելու համար, կանչել է, որ դու լինես իր ձեռքի անոթը, կանչել է, որ դու լինես նրա քահանան։ Գիտեք, երբեմն ինչպես մեծ դասականը կասեր Թումանյանը, ասում էր մարդիկ քահանա ասելով հասկանում են, սև փարաջավոր, գլխներին ինչ-որ մի բան դրած, համազգեստով անց, բայց այլ է նշանակում քահանան։ Քո կարծիքով, ով է քահանա եւ ինչ է քահանան անելու։ Ժողովուրդ, ինչպես հայտնության առաջի գլուխ
5-6 համարները, բերեք ուզում եք կարդանք, հա, որ մենք հասկանանք Աստծո խոսքը ինչ է ասում եւ կողքինիդ ասա խոսքը ինձ համար է եւ քեզ համար ես ասում եմ խոսքը ինձ համար է խոսքը ամեն հավատացողի համար է հավատում եք հալելույա դե հիմա ասա սա ինձ համար է սա ինձ ես ասում Տեր Եվ Հիսուս Քրիստոս հավատարիմ վկայիցը, որ մեռելներից անդրանիկը եւ երկրի թագավորների իշխանն է, նրան, որ մեզ սիրեց եւ մեր մեղքերից լված մեզ իր արյունով, կողքինիդ ասա, դու քո մեղքերից լվացված ես Հիսուսի արյունով Ասա եթե հավատում ես Եթե հավատում ես Հիսուսը եկավ խաչի վրա ամեն բան կատարեց ինձ եւ քեզ մեր մեղքերից լված Մի հատ ասա ես ազատ եմ մեղքից մահից անեծքի կապանքներից ես ազատ եմ Եթե լուրջ հավատում ես Դու պիտի ցնծայիր Դու պիտի ցնծայիր Դու ազատ ես եւ դա քո շնորհքով չի եւ դա քո կատարածով չի մի բանն է քեզանից Կողքինիդ ասա մի բան ընդամենը Հավատքը Եթե հավատաս նրա կատարածին Ամեն շատ բարի մեզ մաքրեց լվաց մեզ մեղքերից ազատ արեց մեզ սիրեց Ինչի համար տեսեք էլ ինչ ասում Եվ մեզ թագավորներ եւ քահանաներ արավ Աստծո եւ իր հոր համար Հո հալելույա Նա մեզ թագավորներ եւ քահանաներ արավ Նա մեզ իշխանություն տվեց եւ մեզ ծառայության հոգի տվեց որ մենք ծառայենք ում Աստծուն եւ իրեն մարդկանց Ուրեմն բերեք ասենք քահանա ասելով մենք հասկանում ենք բարեխոս Աստծո եւ մարդկանց միջև երբ որ մենք գալիս ենք Աստծո առաջ աղոթք ենք անում ասում եմ Տեր ողորմի հովոյին Տեր ների հովոյին Տեր բացի հովոյի միտքը Տեր զորացրու նրան օգնիր նրան որ նա քեզ սիրի ճանաչի ծառայի Դա մեր բարեխոսական աղոթքն է, հովոն չէ մեկ ուրիշի համար, տանը տանթամի համար, հենց քեզ համար պատկերացնում եք։ Եվ երկրորդը գալիս եմ հովոյի մոտ, ասում եմ հովո ջան, Աստված քեզ սիրում է, քեզ թանկ գնով գնել է, հովո իր միածին որդին, քեզ համար փրկություն տվեց, գիտես քո մեղքերը ներված են, եթե հավատաս եւ եթե անհոգ չգտնվես, ետ դառնաս ու ապաշխարես, դու էլ կդառնաս քահանա։ Հիմա հասկանում ենք որն է քահանան, նրա գործը եւ ինչ է անում, ոչ թե համազգեստով է, համազգեստով չէ, ինչ էլ հագնես, եղիր այն անձը, որ Տերը քեզ օգտագործի, եղիր այն անձը, որ Տերը քո միջոցով փառավորվի, բայց երբեմն թանկագիններս գրված է, չէ, կանչվածները շատ են, ընտրվածները քիչ, ու մարդկանց տեսակ կա, Դի ասում եմ, ես չգիտեմ, ընտրված եմ թե չէ, ասում եմ, բայց կանչված ես չէ, Տերը քեզ կանչել է չէ, որն էր նրա մեծագույն կանչը Սուրբ գրքում, այնպես սիրեց մինչև իսկ իր միածին որդին տվեց, ով հավատան ապրկվի եւ հավիտենական կյանք ունենա, ահա կանչը, ահա հռչակումը, դու կանչված ես, բայց դու ընտրություն ունես,
Դու ընտրություն ունես հավատալու եւ կանչվածության մեջ մնալու, եթե անհոգ գտնվես։ Եթե անհոգ լինես, ինչ կպատահի քեզ հետ։ Կփրկվես։ Ժողովուրդ, ընդհանրապես անհոգ մարդ, անդարդ մարդ, անտարբեր մարդ, անփույթ մարդ, տեսել եք այդպիսի մարդիկ կան անտարբեր են, ինչ կուզեն կանեն, մեկ տատս կասեց, էս սրա համար ոնց որ էշը նախիրն արած, նախիրը անասունների հոտնա, հեչ պետք չի, լսեք, մեր անտարբերությունը կտանի մեզ կործանման, մեր անտարբերությունը հնարավոր է մեր կողքինին տանի կործանման, մեր անտարբերությունը մեզ կթողնի մեր հիվանդությունների մեջ, մեր անտարբերությունը մեզ շատ օրհնություններից կզրկի։ Դինջ մարդ, անտարբեր մարդ, տան մեջ էլ չէ, մենք երբեմն տեսնում ենք, ասում ենք, «Ես ինչ դինջ է, սրա համար հեչ պետք չի, հեչ»։ Իսկապես մենք պիտի խորը մտածենք, մի հատ տեսնենք, ինչպիսի կյանք ենք վարում։ Գիտես, շատ անգամ դու գիտես, թե ամեն ժամանակ քեզ տրված է, մի քիչ քնեմ, մի քիչ էլ էսպես, դե մի օր կզորանամ։ Անտարբեր պիտի չլինես, դու քո փրկության, ընտանիքիդ փրկության, եկեղեցու կողքիդ անձի, անտարբեր պիտի չլինես դու քո շրջապատի համար, որովհետև մենք կանչված ենք մեր անունով եւ կանչված ենք նրա քահանաները լինելու։ Արդյոք կոչմանդ մեջ ես, երբեմն ասում են, ես կոչում չունեմ։ Ով այդպես մտածում, որ ես ինչ կոչում ունեմ, որ ես իմ կոչումը դեռևս չեմ հասկանում։ Եղել է այդպիսի բան։ Ես չգիտեմ ով եմ։ Դու շատ կարևոր մեկն ես եւ իմացի դու կանչված ես որպես Աստծո քահանա։ Մենք արդեն մեկնաբանեցինք ով էր քահանան եւ ինչ էր անում քահանան։ Ամեն ժողովուրդ ջան։ Հիմա նայեք, մի անտարբեր բան կարդանք, բացենք Մատթեոս ավետարան, ուրեմն 22 գլուխը, հենց առաջի խոսքից կարդանք։ Եվ Հիսուսը պատասխանեց եւ դարձյալ խոսեց նրանց հետ առակներով ասելով. Երկնքի արքայությունը նմանեցավ մի թագավոր մարդի, որ իր որդուն հարսանիք արավ եւ իր ծառաներին ուղարկեց, որ հարսանիքի կանչեն հրավիրվածներին եւ նրանք չկամեցան գալ։ Դարձյալ ուրիշ ծառաներ ուղարկեց եւ ասեցեք հրավիրվածներին, ահա իմ ճաշը պատրաստեցի, իմ աչառները եւ մսացուները մորթված են եւ բոլորը պատրաստ է, եկեք հարսանիքի։ Իսկ նրանք անհոգ լինելով գնացին, մեկն իր արտը, մյուսն իր առևտուրին։ Թանկագիններս, այսօր մենք երբեմն մեր հոգսերը այնքան շատ է, մարմնավոր գործերի համար մենք անհոգ չենք, հոգ ենք անում, արտս, տունս, տեղս, ախր խո ես պարապ չեմ, սկի լսել եք, երբ որ մարդկանց հրավիրում ենք եկեղեցի, ախր դուք չեք պատկասում, ժամանակ չունեմ, օյ, քեզ կյանքի օրեր տվող, քեզ ապրեցնող Աստծուն ժամանակ չունես տալու, թե գիտես ուղակի ոնց կուզես կապրես։ Կան չէ մարդիկ, ժամանակ չունեմ, ախր դուք չեք պատկերացնում, մի լավ էլ նեղվում են, նեղանում են։ Գիտեն թե մենք իրանց նման պարապ ենք։
ասենք, որ ստեղ պարապների միություն չի։ Ես էլ պարապների միության նախագահը չեմ։ Մենք շատ զբաղված մարդ ենք, բայց մենք անհոգ չենք, մենք պարապել չենք նստելու, մենք շարունակ անհոգություն չենք կարող անել, մենք պիտի գնանք մեծ պատգամը տարածելու, գնանք մարդկանց ավետենք բարի լուրը, Աստված սիրում է քեզ, քեզ համար գին է վճարել, արի, մի ասի արտս մնաց, մի ասի գործերս մնաց, ախր չես պատկերացնում, եթե չանեմ գործս կտուժի, իսկ վաղ որդ ինչ գիտես, ինչ գիտես, սրա վերջը կկարդակ, թե ինչպես թագավորը բարկացավ և ասավ հրավիրվածներից ոչ մեկը չի մտնելու հորս հանգիստը, ոչ մեկը, եթե մենք անտարբեր լինենք, շատ բարի, դա մի դրվակ անտարբերության, բայց երբեմն գալիս ենք, մենք փրկված ենք, շատ լավա կիրակյորն էլ եկել ենք, բայց միտքդ որտեղ է, օրինակ, դու մտածում ես, թե ես հիմա Տիրոջ ներկայության մեջ եմ, ես պիտի պատերազմեմ մարմնավոր մտքերի դեմ, ես պիտի կանգնեմ, երկրպագեմ և այնքան անհոգ պիտի չլինեմ, որ ես այստեղից բժշկված, զորացած պիտի գնամ։ Ով այդպես մտածե, մեկ հետ եմ դառնում նայում եմ, տեսնում եմ դինջ, անհոգ մարդիկ նաև դինջ են, նստած, կամ տեսնում եմ, փառաբանում են, ուշկները ուրիշ տեղ, դու ինչ կստանաս, դու մի նորմալ զորություն, Աստծո հպումը կվերցնես, երբեմն կարող է քնած լինես, Սուրբ Հոգին շարքերով գնում է, քեզ լավ էլ ուզենա արթնացնի, հպվի, բայց դու քնած ես, անտարբեր ես նրա ներկայության մեջ, նրա ներկայության հանդեպ, ես պիտի քո փոխարեն պատերազմեմ մտքերի կամ այդ մարմնավոր թուլությունների համար, հիմի կասեք, ես ինչ մանր բաներ ես ասում, դրա համար սաղ կյանքդ ոնց գաս, նենց էլ կգնաս, ախր հոգնած եմ, այնքան գործ եմ անում, գալիս եմ եկեղեցում գոնե այդ մի ժամն էլ որ նստում եմ, քնած եմ թյարթուն, դու անտարբեր մարդ ես, դու պայքարող չես, դու ուղղակի չես ուզում Տիրոջից զորություն պոկես, այո դու կարող ես պոկես, Հակոբի նման, մինչև ինձ չորհնես, չեմ թողնի, ես եկել եմ, ինձ օրհնի, բայց քո անտարբերության պատճառով թույլ ես, ցավերի մեջ ես, դե չգիտեմ կբժշկվեմ թե չէ, անտարբեր չլինես կբժշկվես, հավատքով հռչակես դավանես, Տեր ես հիմա քո ներկայության մեջ եմ, ու գիտեմ դու ստեղ ես, խոսք տասում, հպվիր ինձ, հպվիր, արի մի հիվանդ տեղերին հպվիր, ինձ բժշկիր, քանի տարի հիվանդ ես և քանի տարի եկեղեցում ես, կասեն, այս եկեղեցում հրաշագործության պարգևները չի գործում, թող քո կյանքում գործի, լսի, եկեղեցում ամեն ինչ էլ գործում է, եթե ուզում ես, հրաշագործը ներկայա, հրաշագործը ես չեմ կամ որևէ եղբայր չի, հրաշագործը ներկայա, իսկ դու ինչպես ես վերաբերվում հրաշագործին, դե ուրա, թող բժշկի, երկմիտ մարդը ոչինչ էլ չի ստանա, անտարբեր մարդը ոչինչ էլ չի ստանա, բայց այն մարդը, որ անհոգությամբ նստած չի, այլ ընդհակառակը սպասում է, անդադար, հավատքով Տիրոջն է դիմում, անպայման ստացած գնում է, հավատում եք թե չէ, կամ երկրպագում փառաբանում ենք ուրիշները լավ, իսկ այն մեկը սենց, համերգ չի, դու եկել ես,
որպիսի քո ձայնը Աստծո գահին հարցնես։ Գիտես Աստծո ուշադրությունը ում վրա է։ Կարող ես Աստծուն զարմացնել։ Հիմա կասես ո՞նց։ Այդ հրեշտակների խումբը այնքան լավ երգում են ու Աստված չի զարմանում, իմ երգի կարիք ուներ։ Հենց քո, եթե անգամ ձայնել չունես, եթե անգամ բաղաձայն ես, բայց այն որ ի սրտե ինչպես որ ես կանգնած ես, ես քեզ պատարագում եմ, ես քեզ սիրում եմ, Տեր օգնիր ինձ, ես ուզում եմ քեզ հաճեցնեմ։ Ով է ուզում Տիրոջը հաճեցնի։ Ալելույա։ Պիտի արթուն ու զարթուն լինես եւ անհոգ չլինես։ Դու կարաս քո իրավիճակների մասին խոսես։ Դու ես որ քո վիճակը չես ներկայացնում Տիրոջը։ Գիտես քահանաները հին ուխտում մինչև որ իրենք մարդկանց կծառային, առաջինը իրանց անձը բերում էին Տիրոջը։ Առաջինը իրանց համար զոհեր էին անում, որպիսի իրենց մեղքերը ներված լիներ եւ կարողանային ճշմարտությամբ ծառայեին։ Դու պիտի հոգ անես։ Անհոգ մարդը ոչինչ չի ստանա։ Եվ ուզում եմ Առակաց առաջի գլխից մի բան կարդամ ու դուք տեսնեք անհոգների վախճանը ինչա լինում, որ մարդ անհոգ ու անտարբեր է լինում։ Ուրեմն Առակաց առաջի գլուխ 32 խոսքից որովհետև անմիտների խոտորումը նրանց պիտի սպանի եւ հիմարների անհոգությունը պիտի կորցնե նրանց, բայց ինձ լսողը ապահով կբնակվի եւ հանդարտ կլինի չարիքի վախից։ Պատկերացնում եք, այն մարդը, որ անհոգ է, ասма հիմարա, հիմար մարդ է, եւ ասма հիմարի անհոգությունը իրան կտանի կործանման։ Ժողովուրդ ջան, եւ շատ անգամ անհավատները մատնացույց են անում, քանի տարի են քույրիկը գալիս է, ոնց գալիս է, ընեցել նույնն է։ Անհոգ ես բնավորությանդ գծերի փոփոխության վրա, անհոգ ես վարքիդ փոփոխության վրա, անհոգ ես Տիրոջը ծառայելու մեջ, անհոգ ես քո անձի բժշկության, անհոգ ես քո կյանքի, քո ընտանիքի, քո օրհնության, անհոգ ես, անհոգ։ Իսկ ինչ անենք, որ անհոգ չլինենք, ինչ անենք։ Ժողովուրդ, Աստծո խոսքով լցվելը, Աստծուն ծառայելը, աղոթք անելը, դա արդեն գործողություններ են։ Աստծո մասին մեկին պատմելը, դու կանչված ես։ Ինչի ես կանչե, ինչա կանչե քեզ Տերը։ Դե կիրակի օրն գան, որ չասեն բացակայա, ինչի չեկար։ Շատ լավ է, բոլորս պիտի գանք, բայց եթե մենք գանք ու չփոխվենք, ինչ օգուտ։ Բայց եթե մենք գանք ոչ վարքով, ոչ կյանքով, ոչ բնավորության գծերով, ոչ մի հարցում չփոխվենք, ինչ օգուտ։ Օգուտ չկա։ Նաև անհոգ ու անտարբեր ենք, լավ, իմանանք, որ շատ մնացած բաներում լավ ենք։ Բայց եկեղեցու մեջ դու պատասխանատվություն ես կրում։ Դու եկեղեցու անդամ ես, չէ՞։ Դու Քրիստոսի մարմնի անդամն ես, չէ՞։ Իսկի նկատել ես, որ քանի շաբաթ այն քու կողքի քույրիկը չի գալի կամ եղբայրը չի գալի։ Ինչ անեմ չի գալի, չի ուզում չի գալի։ Պատասխանա, չէ՞։ Կայենի նման խո ես նրա պահակը չեմ։ Ժողովուրդ,
անտարբերությունը մեկը մյուսի նկատմամբ։ Ուղղակի գիտեք ինչի եմ ասում, այսօր մարդիկ անտարբեր են։ Անտարբեր, թե ինչ կկատարվի, անտարբեր երկրի համար, անգամ մենք քրիստոնյաների վախերի մեջ, ինչ տեղի կունենա։ Եթե կանգնես անտարբեր չլինես, ծոմ պահես երկրիդ համար, ծոմ պահես, աղոտ քանես, բարեխոսես, Աստված կլսի։ Մենք անտարբերությամբ չենք կարող վարվել։ Տիրոջ առաջ պիտի կանգնենք, ասի դու իմ քահանան էիր։ Քո երկիրը այս վիճակում էր։ Ես քեզ երկիր էի տվել, ինչի անհոգ գտնվեցիր։ Դու եկեղեցում էիր։ Ամեն անգամ հաղորդություն էի ընդունում։ Ահա, այս հացը Քրիստոսի մարմինն է, մենք իրար մարմնի անդամ ենք։ Այս ձեռքի համար հոգատանում։ Իսկ մենք ժամանակ չունենք, որ հետաքրքրվենք։ Ասենք անհոգությունն է։ Ժողովուրդ, իմիջայլոց, գիտեք, մեծագույն մեղքա համարվում անհոգությունը եւ անհոգության պատճառով մարդիկ կարող են շատ ուրիշ մեղքերի մեջ ընկնել։ Օրինակ բացենք Եզեկիա 16 գլուխը, մի հետաքրքիր բան կարդացի ու տեսնենք ինչ է ասում Եզեկիելը 16 գլուխ, ուրեմն 49 խոսքից։ Կողքինի տասա քնած ես, թե արթուն։ Արթուն եք։ Ալելույա, որ արթուն եք։ Ահա սա է քո քույր Սոդոմի անօրենությունը, հպարտություն, հացի կշտություն, անհոգ հանգստություն ուներ նա։ Գիտեք, Սոդոմը, Գոմորը, որ Տերը կործանեց, գիտեք այդ մարդկանց մեջ ինչ կար։ Հպարտություն, հացի կշտություն, անհոգություն։ Իրանից բացի ոչ մեկին չէր տեսնում։ Եվ այդ ամենը բերեց ամենապիղծ մեղքերին եւ Տերը կործանեց։ Երուսաղեմին էլ զգուշացնում է, ասում է դու Սամարիայի մեղքերն էլ ես շատ լավ տեսնում, Սոդոմի, Գոմորի մեղքերն էլ անգամ կհամեմատես, բայց քո մեղքերը նրանցից ավելին են։ Ուրիշի մեղքերը հեշտ ենք, չէ՞ մենք տեսնում։ Բայց մեր սեփականը, որ դինջ ենք, անտարբեր ենք, փորներս կուշ տնի, մեր ընտանիքը մեզ ամեն ինչներս լավ, մնացածը հեչ։ Նայեք ժողովուրդ ջան, մենք հաշիվ ենք տալու Աստծուն, այդպես չի, մենք կանչված ենք, նայեք, երկրորդ մնացորդաց, 29:11-ում այսպիսի խոսքա ուղղված քահանաներին։ Կողքինի 10 ինձ ու քեզ էլ է վերաբերվում։ Արդ որդյակներս անհոգություն մի անեք, որովհետև Տերը ձեզ ընտրեց, որ նրա առաջը կանգնեք, նրան ծառայելու համար եւ նրան սպասավոր լինեք եւ խունկ ծխեք։ Կողքինի 10 Տերը քեզ ընտրել է։ Դու կանչված ես, պատահականություն չես դու։
Այսօր եթե մեր մեջ առաջ անգամ եկողել կա, քեզ կթվա, թե դու պատահական ես։ Չէ, դու պատահական մեկը չես։ Ուղղակի այսօր լավա անհոգ չգտնվեցիր եկար։ Փառք Աստծո։ Եվ թող որ երբեք էլ անհոգ չգտնվես։ Մենք պատահականության արդյունք չենք։ Երկինքը մեզ որոշել է։ Մենք կանչված ենք, մենք նրա քահանաներն ենք, նրան ծառայելու։ Ինչպես ես ծառայում։ Մի հատ ինքդ քեզ հարց տու, ձեռքդ դիր քո վրա, անունը տուր, ասա Հովո, ինչպես ես ծառայում Տիրոջը։ Այսօր Հովոյն եմ անդադ մատնանշում։ Մարին, ինչպես ես ծառայում Տիրոջը, Մարին։ Տիկո, ինչպես ես ծառայում։ Ամեն մեկդ, ինչպես եմ ծառայում, ես քահանա եմ, ես կանչված եմ, ինչու լինեմ անտարբեր։ Բայց ձեր գործերի համար անտարբեր չեք։ Հələ փող լինի, չէ՞։ Ես վաղ այսքան փող են խոստացես գործը պիտի անեմ։ Անտարբեր չես, անհոգ չես լինի, առավոտ 6-ին կարթնանաս և կգնաս նպատակակետին հասնելու համար, փողը ստանաս, չէ՞։ Նյութը, շահը, դրա համար սերմնացանների առակի մեջ ինչ էր ասում։ Ասում էր, որ մարդիկ են հարստության մոլուցքը շահը նյութականը մարդկանց ինչ անում են լավ սերմերը խեղդում է, Աստծու համար պտուղ չունեն, բայց իրանց գործերի համար ամեն բանը պատրաստ են, չէ՞։ Ժողովուրդ, մենք պիտի ապաշխարենք։ Թե գիտեք ուղակի հենց ընենցա, ոնց կուզենք կվարվենք ու մեկ էլ Տերը կգա, հափշտակվելու ենք, դե եկեղեցի եմ գալի, գիտեմ Տերը եկեղեցու հետևից է գալի։ Ես էլ եկեղեցում կլինեմ, կտենա միշտ ներկայա ինձ արեպտիչկան դրել է, ու ես էլ կհափշտակվեմ։ Տիրոջ ծառաները, Տիրոջ սուրբերը, դուք սրբված եք, դուք մաքրված եք, 10 կույսերի առակը հիշենք, 10-ն էլ կույս էին, կույս նրանց սրբության մակարդակն ա ցույց տալիս, սուրբ էին, 10-ի ձեռքն էլ ճրագակալներ կար, աղոթող մարդիկ էին, բայց 5-ը յուղ ունեին, 5-ը չունեին, ինչի չունեին, յուղը ես ու դու պիտի ձեռք բերենք, ես ու դու պիտի գնենք, այսինքն յուղը օծման խորհուրդ է, Տերը ում է օծում, Թագուի ջան, որ տանդ լավ գործերն անում ես, օծվում ես, չէ, տատիցդ սովորել ես շատ լավ, բայց երբ որ գնում ես Տիրոջը ծառայելու, վկայելու նրա օծություն, նրա ներկայությունը, տեսնում ես, որ նա ներկա է, տեսնում ես դու միտք չունեիր սկի սա խոսելու, տեսնում ես սկի միտք չունեի սա այսպես, բայց ես ինչ ներկայություն, քո քարոզածից դու էլ ես սովորում, այդ ներկայությունից դու էլ ես զորանում և ուրախացած գնում քո տուն, ճշմարիտ ուրախությունը գալիս է քո մեջ, նա քեզ ուրախության յուղով օծում է, նա քեզ լցնում է, բայց երբ որ անտարբեր լինես, ինչ կլինես, կգա Տերը, կողքինիդ կասես յուղ տուր, կասի գնա, գնի, գնա, մինչև հայտարարես, մինչև այս Տիրոջ ձայնն է, Տերն է գալիս, արդեն դուռը կփակվի, այն ճպուրի մրջունի պատմությունը, չաշխատեցիր ամառը, ասա ինչն է պատճառը, դուք գիտեք ինչ,
ձմեռել ա լինելու, բայց դուք պատրաստ չեք լինի, ժողովուրդ ջան, իսկապես բերեք լուրջ և խորը մտածենք, ինչի, Եսայի 50-ից երկրորդ խոսքից կարդամ, մի հատ տես, ինչ է ասում, մենք պիտի իրոք լուրջ վերաբերվենք, շատ լուրջ, ինչու համար ես եկա, մարդ չկար, ես որ կանչեցի, պատասխանող չկար, միթե իմ ձեռքը խիստ շատ կարճացել է, որ չկարողանայի փրկել, կամ թե ես զորություն չունեի ազատելու, ահա ես իմ սաստելով ցամաքեցնում եմ ծովը, գետերը անապատ եմ դարձնում, հոտում են նրանց ձուկերը ջուր չլինելուց և մեռնում են ծարավից, երկինքներին խավար եմ հագցնում և նրանց ծածկոց քուրձ եմ շինում, Տեր Եհովան ինձ ուսումնավարժ լեզու է տվել, որ գիտենամ վաստակածին օգնել խոսքով, նա զարթնեցնում է ամեն առավոտ, զարթնեցնում է իմ ականջը, որ լսեմ աշակերտների պես, Տեր Եհովան բացել է իմ ականջը և ես չհակառակեցի, ետ չդարձա, ժողովուրդ ջան, Տերը կանչում է, ասում է ես կանչեցի, մարդ չգտա, ինչի համար, իրա նպատակին, իրա ծրագրի համար, և ասում է, կարծում եք զորությունը սա պակաս է, հələ տեսեք ով եմ ես, գետերն անապատների վեր կացեմ, այս ամեն ինչը ինքն արավ, իրա զորությունը պակաս չի, բայց դու պետք է սիրան, կողքինիդ ասա դու պետք է սիրեն, ոնց որ ասում է, և Տերը ինչ արեց, իրան լսողականջ տվեց, ինքը լսեց, և ինչով, խոսքով գնաց մեկին, մի տկարի զորացրեց, փող չունես, հաց չունես, շոր կոշիկ չունես, Աստված քեզանից մի բան ա ուզում, լսող ականջ, լսիր նրան, նրա խոսքը լսիր, որ գնաս մի տկարի զորացնես, լսիր, բայց լսողականջ չունենք, անհոգ ենք, անտարբեր ենք, Աստվածում է մարդ է փնտրում, որ անհոգ չլինի, լսեմ, չէ զբաղված եմ, շատ զբաղված եմ, գործերը շատ են, բայց հաշիվ ենք տալու Տիրոջը, հաշիվ, դու քո շրջապատի քահանան ես, հələ կողքինիդ ասա, հարևաններիդ, բարեկամներիդ, քահանան ես, դու կանչված ես, խոյլ քահանա չեք պատկերացնում սև շորով, հիմի կասեք այն մարդ, մեր առաքելական եկեղեցու սպասավորները լսենք, ասեն, այս ինչ է, գրված է, ովքեր որ Հիսուսի արյունով սրբված են, Աստված կանչեց, չէ, ամեն հավատացողի, իսկ ես հավատում եմ, Հիսուսը իր արյունով ինձ արդարացրեց, մաքրեց, մեղքերից ազատեց, ես էլ նրան քահանայություն պիտի անեմ, ամեն, ժողովուրդ ջան, մենակ թանկագին քահանաներ, անհոգ և անտարբեր մի գտնվեք, ոչ ձեր ապաշխարությանը, ոչ ձեր ընտանիքի ապաշխարությանը, ոչ ձեր հարևանների և ընդհանրապես
Կարող է լավել ծառայես, անտարբերել չգտնվես մյուսի կարիքի նկատմամբ, անտարբեր չլինես մյուսի ցավին, Աստված անտարբեր չէր, Աստված այնպես սիրեց, հոգ սարավ, անտարբեր չէր, ինչ միջոց գտնեմ այս մարդկանց փրկելու համար, ով կփրկի, ով կգնա, ասավ ես կգնամ Տեր, ես կգնամ Տեր, կգնամ եւ ինչ որ կասես, քո կամքը կկատարեմ, ամեն, Հիսուսը անտարբեր չեղավ, Հոր սրտի ցավին, Հիսուսն անտարբեր չեղավ, Հայր, եթե դու այսքան շատ ես սիրում քո ստեղծագործությունը եւ դու ուզում ես, որ իրան քո որդիները, քո զավակները, քո տղերքն ու աղջիկները լինեն, ես կգնամ, ես համաձայն եմ, ես կգնամ։ Իսկ դու կգնաս, հիշի, երբ որ դու բերանդ փակում ես չփրկված մարդու կողքը ու քեզ ցույց ես տալի, դիամոթա, ես հավատացյալ չեմ, բա դու ինչ ես անհավատ, այդ հավատացյալ բառից շատ են, չէ, հավատացյալ ես, ասում եմ էնել ուժեղ, չես պատկերացնում որքան ուժեղ, շատ ուժեղ հավատացյալ եմ, եւ իմ հավատքը Աստծո խոսքի վրա է հիմնված, Եթե դու բերանդ փակես, սիրտդ փակես, անտարբեր լինես, անհոգ լինես, քո հարևանի բարեկամի ընկերուհու փրկությանը, Տերը ինչ պիտի ասի, ինչ պիտի ասի, ականջդ էլ փակես, են խուլ իժերի նման, ասմա ականջներդ փակեցիք, որ չլսեք թովիչի ձայնն էլ, փակում են, որ Տերը ասի, դու հիմա տեղ ես, որպիսի վկայես իմ որդու կատարածի մասին, անհոգ մի եղի, անհոգ մի եղի, ամեն ժողովուրդ ջան, անհոգ մի եղի, քանի հոգի են քո միջոցով Հիսուսին ճանաչե, հələ մի հատ մտածի հլա, քանի հոգի, Դե ում ասում եմ չեն ընդունում, ասելուց առաջ քահանա աղոտ կարա, ասելուց առաջ արի տիրոջդ առջև բարեխոսի, ձևը ցույց եմ տալի, եւ հնարավոր չի դու սրտե աղոթես, ասես ես իր փրկությունն եմ ուզում, Հայր, օգնի, ես հիմա խոսքը պիտի ասեմ, թող քո Սուրբ Հոգին հպվի, բարեխոս, անհոգ մի գտնվի, ամեն ժողովուրդ ջան, ամենավտանգավոր բանը անտարբերությունն է, անտարբերություն մարդկանց փրկության համար, անտարբերություն եկեղեցու անդամ մեկը մյուսի համար, ամիսներով չգան, թե օրերով չգան, թե հիվանդանան, ոմանք բանել չեն իմանա, չէ՞? Մենակ ոմանց վրա է, որ հատուկ մարդիկ են, դեպ իրանց գործն է, մեր բոլորի գործն է, մենք Հիսուսի մարմնի անդամներն ենք, ամեն ժողովուրդ ջան, դուրս գանք անտարբերությունից, օրինակ, ով իրան բռնեց, որ ինչ որ տեղեր անտարբերա, թե սաղըտ 5 խաչեք, պլյուս, Օծյալ, այո դուք օծյալներ եք, Տերը օրհնի ձեզ, բայց մենք պիտի ապաշխարենք թանկագիններս, բերեք անկեղծ լինենք, դուրս գանք անտարբերությունից, ասենք Տեր, դու ինձ կանչել ես, որ ամեն կիրակի գամ ես քեզ երկրպագեմ, փառաբանեմ, խունկ ծխեմ, քո աղոթքները այդ խունկերն է, Ես առաջինը հոգ անեմ իմ անձի համար եւ Դավիթի նման իմ անձին ստիպեմ ով իմ անձ ինչու կտրտմես դու Տիրոջը պիտի պաշտես ինչու կտխրես բարձրյալը քո Տերն է քո Աստվածն է
ամեն, եւ կողքիններիդ հանդեպ, եւ ընտանիքիդ հանդեպ, եւ ավետարանի մեծ պատգամի հանդեպ ժամանակ չունեմ։ Իսկ մեկ օր մենք հաշիվ ենք տալու, ասма ես գործեր կշռողեմ, ամեն, բայց Տերը ուզում է, որ մենք արթնանանք, ժողովուրդ, մանավանդ ես ձեզ վախեցնելու համար չեմ ասում, տեղից այսպես թեմպես ես երևույթներից սաղ վախեցած են, վայ, Տիրոջ գալուստը մոտ է, տեսար, Իսրայելում ինչ է կատարվում, սրանք ցավերի սկիզբն են, դեռ շատ բան է կատարվելու, բայց դու պատրաստվում ես արդյոք, որ Տերը պիտի գա, որ դու նրան օթերում դիմավորես, անտարբեր մի եղի, և մի վախեցի, շատ բան է կատարվելու, բայց քո Տերը քեզ չի թողնելու, քո Տերը որոշել է, Տերը երբեք քեզ չի կանչե, որ կորցնի, բայց քո անտարբերությունը քեզ կտանի կորուստ, քո անտարբերությունը, Տերը անտարբեր չի քո նկատմամբ, Տերը քեզ սիրում է, ուզում է զորանաս, ուզում է չվախենաս, ինչ էլ ուզում է կատարվի, մենք պիտի պատրաստվենք, ասենք, Տեր գալուստդ մոտ է, շնորհակալ ենք, փառք քեզ, քանի որ այս երևույթներ, այս ամեն ինչ տեսնում ենք, մենք ավելի ժրաջան կդառնանք, ավելի ավետարանի գործի մեջ կլցվենք, ավելի կգնանք, ամեն արարածի կքարոզենք, ավելի կողքիս տկարի համար հոգ կանեմ, երեխեքիս համար հոգ կանեմ, ով կուզինքը երկին գնա իր երեխեքը դժողք, բայց հնարավոր է քո անտարբերության պատճառով, շատերը կան, դե ոչինչ, չեք ուզում ձեր երեխաները հալածվեն, համասարաններում սովորում են, բա որ ասեն, են լավ ընկերուհիներից զրկվեն, թող ամեքից զրկվեն, բայց հավիտենական կյանքից չզրկվեն, անհոգ մի գտնվեք, թանկագիններս, անհոգ մի եղեք, մի վախեցեք, մի զարհուրեք, նա ձեզ հետ է, եթե դուք նրա խոսքի մեջ մնաք, եթե դուք անկախ ձեր տկարություններից Աստծո խոսքը ասեք, հռչակեք, քաջաբար, ամեն, Տերը հետաքրքրված է ձեզանով, իսկ դուք ձեր նկատմամբ անտարբեր մի գտնվեք, Ալելույա, փառաբանության թիմը թող բարձրանա, եկեք կանգնենք, աղոթենք, հա ժողովուրդ ջան, ասենք Տեր, օգնի մեզ, դուրս գանք անտարբերությունից, մեզ արթնացրու, որքան էլ չար ժամանակների մեջ ենք ապրում, որքան էլ շատ վատ բաներ են կատարվում, մենք չենք վհատվելու, որովհետև մենք այս երկրի վրա դրված ենք, որպես ծառաներ, մինչև մեր վերջի շունչը, ծառայություն մատուցանենք Աստծուն, ծառայենք մեր կողքի քույր եղբայրներին, ծառայենք ամեն անհատի դեպի Տերը բերելով, անհոգ չգտնվենք, ամեն ժողովուրդ ջան, շնորհակալ ենք Հայր Հիսուսի անունով, շնորհակալ ենք քո ներկայության համար, այո Տեր, դու միշտ ներկա ես, եթե շատ անգամ մենք չենք էլ զգում, բայց դու ներկա ես, եթե շատ անգամ ինչպես որ կան գալիս ենք այդպես էլ գնում, դա խոստովանում ենք մեր անտարբերության, մեր անհոգության պատճառն է, Տեր, որ մենք իսկապես ուշք չենք դարձնում դեպի քեզ, որ մենք իսկապես հավատք չենք գործադրում, որպիսի Տեր ուժգին ձևով քեզ երկրպագենք, փառաբանենք եւ քեզանից ստանանք զորությունը, օրհնությունը, Տեր, ներիր մեզ մեր անտարբերության, մեր անհոգության համար եւ ասում ենք զորության հոգի, Օ Սուրբ Հոգի, մեզ զորացրու, մեզ լցրու, մեր զգաստություն տու, մեր անտարբերությունը
թող հեռանա մեզանից Հիսուսի անունով Տեր սիրում ենք քեզ պաշտում ենք քեզ ասում ենք մեր Աստված իսկապես դու մեզ ամեն մեկիս մեր անունով ես կանչել ու կանչել ես ու դու մեր կյանքերի համար ծրագիր ունես դու մեզ ուզում ես որ մենք լսողական ունենանք եւ որպես կանչվածներ քեզ ծառայենք ուրախ սրտով անհոգությամբ զորությամբ եւ Տեր քո անունդ ու փառքդ մեծ արենք ու պատմենք մարդկանց Հիսուսի անունով հայր շնորհակալ ենք